մարզողների դեպքում, եթե ցավում է օրինակ 1, 2 օր, 3 օր, դա ընդհակառակը նշանակում է, որ այնտեղ վերականգնման process-ները բավականին արագ են։ Ուրիշ բան է, եթե ցավում է 2-3 շաբաթ անընդմեջ, դա արդեն խոսում է նրա մասին, որ օրգանիզմում ռեգեներացիան դանդաղ է, կամ ինչ-որ խնդիր ունի, կամ ինչ-որ հիվանդություն ունի օրգանիզմը, կամ ինչ-որ իմունային համակարգը լավ չի աշխատում, կամ թերիա, դրա համար չի կարող կենտրոնանալ ընդհանուր ռեգեներացիայի վրա։ Դա մի փոքր ինդիվիդուալ է, բայց միջինով մկանային ցավը պետք է տևի մաքսիմում 1 շաբաթ։ Դա չի նշանակում, որ պետք է մենք մարզումները բաց թողնենք, եթե մկանային ցավն է։ Երբ որ մկանային ցավ կա, օրինակ ցավում է իմ բիցեպսը, ես գնում եմ մարզման, կատարում եմ թեթև վարժություն, որը նպաստում է, որպեսզի այդ ցավացող մկանի մեջ գնա արուն։ Արունը շրջանառություն կատարելով սննդանյութերը եւ ընդհանուր մատակարարումը մի փոքր ավելի շատացնում է մկանի եւ վերականգնման process-ը կարող մի փոքր ավելի արագացնենք։ Այսինքն այն մտածելակերպը, որ մկաները բռնված է չգնա մարզման, դա միֆ է։ Պետք է գնաս մարզման, բայց մարզվես ավելի թեթև ու մարզվես այն կերպով, որպեսզի այդտեղ ուղղակի արուն գնա։ Մենք ավել չվնասենք մկան, այսինքն մարզոցներում ովքեր որ մարզվում են, ծրագրերը կազմում ենք այնպես, որ օրինակ բռնված է բիցեպսի մկանը, բիցեպսի վրա մենք էլ չենք աշխատում, աշխատում ենք այն մկանի վրա, որ արդեն բռնվել ու վերականգնվել է։ Դա սովորաբար ճիշտ փուլն է համարվում։ Դա միջին ստանդարտն եմ ասում մեր մարզումների։ Այսինքն խնդիր չի առաջանում այն դեպքում, մկանը ցավում է, ուրեմն մարզումը չպետք է գնանք։